Պետրոս, աշկտ լուս, ինչպես ժողովրդական ասացվածքում են ասում, իրականացավ ապուշի երազանքը, արա ինչքան էիր ուզում դու, որ մի օր Նարեկ Կարապետյանը գա քեզ հյուր, ասես փողի հոտը առել ես, հա, դες մտածում ես, որ եթե եկավ են քո են հին ու բարի ժամանակներն է, եթե հանկարծ գա երկու ծրարով է գալու, մեկով փողն ալելու, մեկով հարցերն ալելու, հարցերը տալու է, փողը տան նստի, անցավ Պետրոս ջան, քեզ ես մարդիկ փող տվող չեն, ախպեր ջան, ես մարդիկ նորմալ մարդիկ են, հələ հակառակը, այն ինչ որ Նիկոլնա քեզ տվեն, ինչ որ պետությունից ես ստացել, էդ է հետ բերվելու։ Բայց այն ժամանակ որ Նարեկը գնացել էր Ամերիկայում հարցազրույցի Թակեր Կարլսոնի հետ, սաղ քպեականներով ասում եք չեմ անում, դու ասիր թե չէ, բայց սաղ ասում էին, փող է տվեն Նարեկը, դրա համար է գնացել։ Հիմա ինչ, փող ես վերցե դու։ Այսինքն Նարեկը ում մոտ որ գնում է հարցազրույցի, փող է տալի, այսինքն դու ես փող, դու ես տասում։ Բայց դու Թակեր Կարլսոնը վերցել է, դու գեժ ես, հա, չես վերցե։ Դնում եք ոնց եք բռնվում արա։ Դրա համար այն գլխից սուտը մի ասեք, որ չբռնվեք։ Բայց Նարեկ ջան, ինքը Թակեր Կարլսոնը չի, ինքը Պետրոս Կարլսոնն է։ Գիտես որ Կարլսոն այն մուլտիկի մեջ է, որ ապրում էր տանիքների վրա եւ ուտում էր մուրաբաները։ Ինքը այսօր դու կոչվելու ես ոչ թե Պետրոս Ղազարյան, այլ Պետրոս Կարլսոն։ Քեզ սազում եմ միջալոց, ասեմ քեզ տոշնի մեկին մեկ, մանկությունս հիշեցի։ Քանի որ Նարեկը Կարապետյան քեզ մի անգամ այդ օրիգինալ հարցազրույցում մշակել է, մի հատ է ես մշակեմ, սարքենք ղազախական 4-րդ կարգի ցորեն։ Պատրաստ ես, այսօր քորնա